Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, անընդհատ նշվում է, թե ընդդիմությունը ինչու երեք չկար, այսօր ինչու այս պահին դահլիճում չէ, կա մի պարզ բացատրություն այս ամեն ինչին, ընդդիմությունը գտնվում է լիակատար ցայտնոտի մեջ, ինչի վկայություն են վերջին շաբաթվա իրադարձությունները, որոնք գործնականում հոտս ցնդեցրեցին նրանց բոլոր առաջ քաշած թեզերը։ Նախ, չնայած այն հանգամանքին, որ իրենց քաղաքական հայրերը անգամ տերունական աղոթքը չգիտեն եւ ժամանակին հրաժարվել են համբուրել կտրիճի մեկնած խաչը, այսօր դարձել են նրա ամենամոլի պաշտպանները։ Նրանց հիմնական թեզն այն էր, թե իբր մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Սակայն մեր իրական նպատակը եղել ու մնում է կտրիճի եւ նրա խմբի կողմից եկեղեցու եւ հոգեվորականների նկատմամբ իրականացվող ապօրինություններն ու ազատագրել եկեղեցին նրանցից։ Մեր այս պնդումները հաստատեցին ինչպես մի շարք հոգեվորականների հրապարակային հայտարարություններ, այնպես էլ մամուլում հրապարակված ձայնագրությունները, որոնցից պարզ դարձավ, որ մեր ասածը լիովին արդարացված էր։ Եկեղեցու ներսում տիրող անառողջ մթնոլորտի, քահանաների կամքի ու խոսքի ազատության սահմանափակմանը եւ ընդհանրապես այնտեղ արմատացած այլանդակությունների գլխավոր պատասխանատուն հենց Կտրիչ Ներսիսյանն է։ Պարզապես, եթե նախկինում նա թաքնվում էր որոշ ճակերտավոր սրբազանների ետևում ու այսպես ժողովրդական լեզվով ասած նրանց փորներ տալիս, ապա այժմ այլ երկ չունի, քան իր դեմքով հանդես գալը։ Եվ հենց այստեղ է, որ փուչիկի նման պայթում է ընդդիմության կեղծ պնդումը, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Ավելին, Տեր Արամին կարգալույց հռչակելը ոչ թե եկեղեցու պաշտպանություն է, այլ հակաեկեղեցական եւ եկեղեցու դեմ ուղված ակնհայտ քայլ։ Երկրորդ կեղծ թեզը փլուզվեց ինքնահռչակ Քաջ Արամի, այս դեպքում Վարդանիկի կաշառք վերցնելուց բռնվելու փաստով։ Հիմա նոր պրակտիկա է դարձել, յուրաքանչյուր գող ու ավազակ, որ լավ գիտի, որ մի օր գալու են իր հետևից, իր գլխից մեծ բողկեր ուտելու համար, նախապես նավսյակի սլուչի հայտարարում է, թե բա իմ ընտանիքին եթե ինձ մի բան պատահի, ապա իմացեք, որ քաղաքական հաշվեհարդար է։ Իսկ երբ իրավապահները գալիս են արդեն իրենց կերած բողկերի հետքերով, նույն պահին ինքնահռչակվում են քաղաքական հալածյալ եւ քաղբարտարկյալ։ Նույն վիճակում է նաեւ Վարդանիկի դեպքում։ Մարդը բռնվել է կաշառք պահանջելիս, գոյություն ունի ձայնագրություն, որը առնվազն իրենց կողմից չի հերքվել, բայց այնուամենայնիվ հայտարարում են, թե սա քաղաքական հաշվեհարդար է։ Իհարկե, Վարդանիկին հերոսացրած եւ Գյումրին նորից Վարդանիկի ճանկերը նետած ընդդիմությունը երևի չէր էլ պատկերացնում, որ այսքան արագ Վարդանիկը կանցնի իր նախկին փեշակին ու կբռնվի։ Սակայն ինչպես արդեն նշել եմ, կաշառքի մեջ բռնվել է ոչ միայն նա, այլև նրանք, ովքեր նրան դարձրեցին քաղաքապետ, նաև նշում էին, որ որպես մոդել պայքարելու են հետագայում համապետական ընտրությունների համար։ Կյանքը ապացուցեց, որ ձեր բոլոր մոդելները մի բանի մասիր էին՝ կաշառք, կոռուպցիա, պետության թալան։ Երրորդ ցայտնոտը սկսվեց այն պահին, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը տրամադրում է իր տարածքը Հայաստան եկող բեռների համար, եւ առաջին բեռը լինելու է Հայաստանի համար նախատեսված ղասախական ցորենը։ Այստեղ ջղաձգվելու երկու պատճառ կար։ Առաջինը այն փաստը, որ Հայաստանն աստիճանաբար ապաշրջափակվում է, իսկ ապաշրջափակված բաց սահմաններով Հայաստանը վերջնականապես խաչ է քաշում թե նրանց քաղաքական գոյության, թե անձնական բարեկեցության վրա։ Նրանց համար Հայաստանի մշտական կոնֆլիկտային վիճակը եղել է եկամտի կարևոր աղբյուր։ Հաջորդը այս շրջանակների հերթական անգամ դարձել են իրենց իսկ հակաքարոզչության զոհը։ Նրանք փորձում էին վարկաբեկել խաղաղության գործընթացը եւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը, պնդելով, թե դրանցով Հայաստանը գործնականում ոչինչ չի ստանում։ Հիմա այդ փաստաթուղթն արդեն իր առաջին պտուղներն է տալիս։ Հայաստանը աստիճանաբար ապաշրջափակվում է, իսկ նրանք նոր հեքիաթ են հորինել, թե իբր Հայաստանը կախվածության մեջ են գնում Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Նախ ուզում եմ հավաստիացնել, որ կախվածությունները լինելու են փոխադարձ, որքան Հայաստանն է կախված լինելու, այնքան էլ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ Հայաստանը չի սահմանափակվում եւ չի նախատեսում իր ամբողջ բեռնափոխադրումը իրականացնել բացառապես այդ տարածքով։ Մենք ունենք երկու հարևան պետություններ եւս։ Ու մեծ հաշվով, եթե դուք իսկապես մտահոգված եք Հայաստանի հնարավոր կախվածություններով, ապա ինչու ձախողեցիք Հյուսիս-Հարավ ծրագիրը, ինչու լափեցիք այդ գումարները եւ ինչու 10 տարվա ընթացքում չկարողացաք այդ ծրագիրը կյանքի կոչել։ Ուստի համոզված եմ, որ ձեր անհանգստությունները կապված չեն Հայաստանի հնարավոր կախվածությունների մեծացման հետ, այլ պայմանավորված են ձեր հյուսիսային հայրենիքից Հայաստանի կախվածության թուլացման հետ։ Շնորհակալ եմ։